Ադամ։ Շուտ։ Ինձ մենակ թող։ Ադամ ջան, տենց ոնց կլինի։ Շուտ խնդրում եմ ինձ մենակ թող։ Սար։ Երեխեքին մենակ մի թող, ես մի քանի րոպեից կգամ։ Հա, դու մնա հանգստացի։ Մեկա չեմ կարողանա։ Չի ստացվում։ Սար, մնա հանգստացի, ես քանի օր ստրես ես ստանում, մեղք չես։ Իմ Միլենային տարան, իմ աղջիկան։ Լավ էլի, Սար։ Դատև ես շատ եմ սիրում Միլենային։ Ինքը ոնց որ իմ աղջիկը լինի։ Գիտեմ, որ այսպես չի կարելի, բայց ինչ անեմ, այստեղ այդպես եմ զգում։ Ես գիտեմ։ Չեմ էլ պատկերացնում ինչ պիտի անեմ հիմա։ Սար, են տղան… Ինչ են տղան։ Խոստացավ չէ, որ Միլենային հետ կբերի։ Ասեց, բայց կանի։ Դե, եթե ասել ա… Սար… Սար, Գրիգորյանը միտքը փոխեց։ Մարդ ա ուղարկել, որ Միլենային հետ բերեն։ Ինչ։ Հա, թղթերն եմ ձևակերպում։ Ոնց չհասկացա։ Չգիտեմ, մի բան եղել ա, միտքը փոխել ա։ Իմիջիալոց չգիտեմ ով էր են տղան, բայց ինձ թվում ա ինքն ա համոզել։ Արման… Զանգեմ շնորհակալություն ասեմ։ Դու իրան ճանաչում ես։ Հիվանդանոցում ենք ծանոթացել։ Սար, մի բան էլ հարցնեմ։ Ինչ։ Ձեր արձանիկը տեղի չի ունենալու։ Ինչ վատ ա։ Դե չգիտեմ վատ ա թե լավ, բայց փաստը մնում ա փաստ։ Ափսոս։ Շնորհակալ եմ լավ լուրի համար։ Բավական տարածքում ա ես դրա։ Ոնց ա եղել։ Պապան։ Պապատ օֆիսում ա։ Սոնան բա։ Սոնան էլ չկա։ Ոնց ա եղել։ Ինչ գիտես։ Հիմա դրա վախտը չի։ Սար… Գրիգորյաններ… Չէ, Աշխեններ։ Երեխեք ինչ են անում։ Հանգիստ խաղում են, մի անհանգստացի։ Անընդհատ Միլենայի մասին եմ մտածում։ Ինչ տարօրինակ ա, չէ՞ կյանքը։ Երբեք չես կարող իմանալ ինչ կլինի քեզ հետ հաջորդ պահին։ Գիտեմ։ Տեսնես ինչ անում հիմա իմ աղջիկը։ Մի բան կերել ա, թե չէ։ Երևի հիմա մի անկյունում նստած լացում ա։ Սար լավ էլի։ Հերիքա քեզ տանջես։ Միևնույն ա, բան չես փոխելու։ Ու այդ միտքը ինձ ուղղակի հունից հանում ա։ Լավ էլի, Սար։
Ինչի համար ես քեզ տանջում։ Միգուցե բարին սա է։ Բարին։ Հասկանում ես, փոքր երեխան դարձավ մեր անձնական հարաբերությունների զոհը։ Զոհ։ Ինչ ես խոսում, Սար։ Միլենան հիմա ընտանիք ունի։ Հիշում ես ինչքան էինք երազում, մենք էլ ունենայինք։ Մամա, պապա, տատիկ, պապիկ։ Մի բան այդ մասին լսելը, ուրիշ բան է դա զգալը։ Իսկ մենք չենք զգացել։ Այնքան լավ եմ հիշում ամեն ինչ։ Գիտես, պապայի ձայնը դեռ ականջներիս մեջ է։ Երանի քեզ որ հիշելու բան ունես։ Ես նույնիսկ չգիտեմ ով է իմ մաման, պապան։ Ես առանց անցյալ մարդ եմ։ Երբեք այդպես չասես։ Դու առանց անցյալ մարդ չես։ Քո պատմությունն էլ էստեղից է սկսում։ Հա, ճիշտ է։ Ծննդատնից մանկատուն։ Նենց կուզեի մի օր մորս տեսնեի ու ասեի, որ քեզ պետք չէ, ինչի ունեցար։ Իսկ ինձ անընդհատ մի հարց է տանջում։ Ինչի։ Իմ ծնողները ինձ այնքան էին սիրում։ Պապաս, մամաս։ Այնքան լավ եմ հիշում։ Մամայից ես մի տեսակ վանիլի ու ցիտրուսի հոտ էր գալիս։ Մինչև հիմա զգում եմ այդ հոտը։ Երկար մազեր ուներ։ Շատ էի սիրում մազերի հետ խաղալ։ Չգիտեմ էլ ինչի հիշեցի այդ ամենը։ Այսինքն չգիտեմ։ Հիմա ամենաշատը մամայիս կարիքն ունեմ։ Այնքան կուզեի ինձ հիմա գրկեր։ Խնդրում եմ, ասա թող գնա։ Սար, եթե խոսես հետը։ Ես Լևոնի հետ ոչ մի խոսելու բան չունեմ։ Ախր անհարմար է, մարդը եկել է։ Խնդրում եմ։ Առանց այդ էլ ես իր պատճառով շատ խնդիրներ ունեմ։ Ասա, որ էլ այստեղ չգա։ Ինձ համար որ հաստատ պետք չի։ Ինձ թվում է ճիշտ կլինի դու ասես այդ իրեն։ Ավելի ես ոչ տեսնել եմ իրան ուզում, ոչ էլ հետը խոսել եմ ուզում։ Ուղղակի ասա, որ էլ չգա։ Լավ։ Մամ գնացին։ Ես ինչ իմանամ, մեկը գնում է, մեկը գալիս է։ Բա ո՞նց են իմանում։ Ես չեմ հասկանում, մենք սկի այդքան բան չգիտենք, իրանք որտեղից են իմանում։ Այ աղջիկ ջան, TV-ով ասել են, ինտերնետում դրած է, որտեղից պետք է իմանան։ Լավ, պարզ է։ Դե եթե ինտերնետում կա, արդեն ուրեմն ամբողջ աշխարհը գիտի։ Գլուխս բայթում արդեն, բայց այսպես ո՞նց կլինի, տղաները ուր են, Արսենը ուր է։ Չգիտեմ։ Վայ Էլիզա ջան։ Կողքից տեղ չգնաս, ես գնամ հորդ զանգեմ։
Սառանա քեզ ուղարկել։ Լևոն ասեց, որ գնաս։ Չեմ էլ պատրաստվում։ Սառա! Լևոն մի գորա, երեխեքը կվախենան։ Ես թքած ունեմ, ով կվախենա, ով չի վախենա։ Ես քեզ չեմ ճանաչում, ես դու չես։ Հա, շատ բան ա փոխվել։ Հիմա արդեն շատ բան ա փոխվել։ Լևոն, դու գիտես, որ Միլենային որդեգրել են։ Ու Սառան շատ կապված այդ երեխու հետ ծանր ա տանում, ինչ ես ուզում։ Ինչ ես ուզում, Տաթև։ Լավ են արել որդեգրելը։ Շատ ուրախ եմ այդ երեխու համար, վերջապես երջանիկ կլինի։ Բայց այդ մեր հետ ինչ կապ ունի, հա։ Սառան իր երեխեքը կունենա, մեր երեխեքը։ Լևոն, գնա այսօր։ Ես տեղից չեմ գնա, մինչև Սառայի չխոսամ։ Վերևն ա։ Հա, վերևում ա սենյակում։